Այսպիսով, ահա թե ինչպես է քաղաքը համեմատվում մարդու հետ։ Համեմատության կարգն այսպես է, գրում է Տաթևացին, ինչպես որ մի տեղում հավաքվում են ու քաղաք շինում, որպիսի միմյանց կարիքները լրացնեն, այսպես է նաև մարդը։ Միտեղ են հավաքվում հոգին ու մարմինը, զգայարաններն ու միտքը եւ սրանց նման եւ ոչ նման այլ մասեր, որ օգնում են միմյանց, որովհետեւ մարմինը սպասավորում է հոգին, իսկ հոգին շարժում է մարմինը։ Միտքն ուսուցանում է, իսկ զգայարանները ծառայում են եւ այսպիսով օգնում են միմյանց։ Կրկին անգամ, ինչպես որ քաղաքը պարիսպներ ու դռներ ունի, բնակիչներ եւ իշխաններ, տնտեսություն եւ հարստություն, այնպես էլ քաղաքն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ, զգայարանները, բնակիչներ հոգին, իբրև իշխանավորներ միտքը, իբրև զինվորներ ցանկությունն ու ցասումը։ Իսկ ունեցվածքի հարստություններն են հավատը, հույսը եւ սերը, որոնք գերագույն եւ աստվածային առաքինություններ են, ինչպես նաեւ խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը եւ արդարությունը, որոնք ստացական առաքինություններ են եւ հոգեվոր ունեցվածքներ։ Այո, քաղաքի իշխան չի կարող լինել նա, ով ունեցվածքի կարոտ է, անողջախոհ, անարի, կաշառառու եւ անամոթ։